Գիտեք, թե որն է ամենավտանգավոր նախատեսությունը մեր օրերում։ Դե ես ինչ կարող եմ անել, ես ընդամենը մի մարդ եմ։ Մենք հաճախ սովորենք կարծել, որ անվտանգությունը մեծերի գործն է, բայց այս տարի ես փոխեցի իմ հայացքը, որովհետև անվտանգությունը ոչ թե վիճակ է, այլ գործողություն։ Ես դարձա այն հետիոտն է, որը երբեք չի խախտում կանոնները, նույնիսկ եթե փողոցը դատարկ է։ Մենք չենք կարող մեզ ապահով զգալ մի աշխարհում, որտեղ շնչում ենք աղտոտված օդ եւ ապրում աղբի մեջ։ Ես ոչ միայն ծառ տնկեցի, այլ ի մեջ ներդրեցի թափոնների տեսակավորման մշակույթը։ Անվտանգ միջավայրը սկսվում է չնետված պլաստիկ շշից։ Մեր օրերում կիբերհարձակումները եւ ապատեղեկատվությունը նույնքան վտանգավոր են, որքան ֆիզիկական սպառնալիքները։ Այդ փաստից մտահոգված ես ուսումնասիրեցի մեդիագրագիտության հիմունքները եւ ինձ համար նպատակային կանոն սահմանեցի՝ լինել դրականի տարածողը, չէ՞ որ անվտանգ միջավայրը անհատին զերծ է պահում բուլինգից եւ հասարակության մեջ արմատավորված այն խոսքից, որ ատելություն է փոխանցում։ Անվտանգ միջավայրը նման է լույսի։ Եթե ես վառեմ իմը, իսկ դուք ձերը, խավարն ու վտանգը կնահանջեն։